Սիրելի գյումրեցիներ, Շիրակի մարզի ընկերներ, ես ուզում եմ մի քիչ անհամեցություն անել ու նաև խոսել ժամանակին արված աշխատանքի մասին, որովհետև կարծում եմ դրա կարիքը ամեն դեպքում կա, հատկապես հաշվի առնելով, թե ինչ կարգի ստեր ու կեղծիքներ են անընդհատ տարածում ու տարածել։ Տեսեք, հորս կառավարման Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակաշրջանում կարծում եմ իսկապես շատ մեծ գործ է արվել Աղետի գոտում, հատկապես Շիրակի մարզում, միայն Լինսի հիմնադրամով 149 շենք է կառուցել, որոնցից 85-ը, եթե չեմ սխալվում, միայն Գյումրիում, 3674 բնակարան, իսկ 2500 գրեթե բնակարան միայն պետական միջոցներով է արվել։ Կառուցվել են ճանապարհներ, մշակույթի տներ, իսկապես ահռելի աշխատանք է արվել, որովհետև սա է եղել առաջնահերթությունը, այն ինչ կար մինչև 2000-ականները, բոլորդ համոզված եմ շատ լավ հիշում եք, եւ հետո արված աշխատանքը իսկապես շատ կարևոր է։ Գիտեք, մարդիկ, ովքեր նույնիսկ մեկ հարկ չեն կառուցել այստեղ, որևէ բան չեն ստեղծել, անուն են կպցնում, ինչ որ, գիտեք, բոլորը շատ տարածված խոսակցություններ, չգիտեմ, մի հարկ պետք է ավել լիներ այդ մասով։ Մի խոսքով, այն երբ որ Քրքրքորյանը ողջ էր, ինքն էր դրա մասին խոսում, իսկ հիմա Հարութ Հասունյանը մեռավ արդեն քանի անգամ ասելով, բացատրելով, որ ոչ մի կոպեկ, ոչ մի լումա չի մսխվել, չի ծախսվել ուրիշ որևէ բանի վրա։ Ամեն դեպքում հարկ համարեցի սրա մասին խոսել, հիշեցնել, նաև հենց այս կեղծիքն ու սուտը ամեն դեպքում նորից հերքելու համար։ Գիտեք, առաջնահերթությունը այն ժամանակ դրանք էին, բնականաբար, հիմա մենք արդեն իհարկե ունենք ուրիշ առաջնահերթություններ, ճիշտ է կան դոմիկների խնդիրները եւ ես համոզված եմ, որ 2-3 տարում իսկապես հնարավոր է այդ հարցը լուծել։ Ինչի պետքա մինչև հիմա այդ ամեն ինչը լինի, գիտեմ, նրբություններ կան այդտեղ, բայց միանշանակ տեսնում ենք, որ 2-3 տարվա ընթացքում այդ հարցը կարելի է իսկապես վերջնական լուծել։ Կարծում եմ շատ լուրջ է խնդիրը ընդհանրապես մարզերով, նաև Գյումրիում երիտասարդության հետ կապված հարցերը եւ գիտեք Երևանը մայրաքաղաքն է, բայց կարծում եմ Գյումրին Հայաստանի են համն ու հոտն է։ Այն կոլորիտը, որ ունի, հայրաքաղաք ասելը մի քիչ նստմա կլիշե է դառել, բայց իսկապես համն ու հոտն է Գյումրին ու հաշվի առնելով թե ճարտարապետությունը, թե մարդկանց, ու կարելի է դարձնել Գյումրին եւ պետք է դարձնել ոչ միայն Հայաստանի ներսում ամենահետաքրքիր տեղերից մեկը, որ ինքը արդեն կա, բայց նաեւ ինչի՞ չէ տարածաշրջանի աշխարհի մակարդակով սրա բոլոր հնարավորությունները կան։ Պես որ գյումրեցիներ ջան, իսկապես միասին կարող ենք այս ամեն ինչը անել, մնում է հույս ունենանք, վճռականություն ունենանք այս պայքարը շարունակելու։ Պարոն Սաղաթելյանը խոսեց ընտրությունների մասնակցության կարևորությունից եւ Գյումրին դուք նաեւ դարձրեցիք Գյումրի ընտրություններով հենց այն հիմնական նաեւ հույսը, որ արտնացավ այս իշխանություններին ընդդիմադիր տրամադրված մարդկանց մոտ։ Շատ լավ հասկանում ենք, եթե չլիներ Գյումրիում այն ակտիվ մասնակցությունը, որը եղավ, հնարավոր չէր լինելու։ Մենք ունեցանք սպասվածից շատ ավելի շատ մասնակցություն, 47000 եւ ավել մարդ մասնակցեց, ու սա ամբողջապես փոխեց իրավիճակը։ Այստեղ հարցը մի կողմ դնենք, ինչ, ոնց, ում նախասիրությունը ինչպես, բայց զուտ ընտրական տեսանկյունից Գյումրին ցույց տվեց, որ իսկապես հնարավոր է, չնայած բոլոր բռնաճնշումներին, ռեպրեսիաներին, բանտարկումներին, այս հնարավորությունը դուք ցույց եք տվել ու համոզված եմ, որ նորից իրար հետ ցույց ենք տալու։ Շնորհակալություն շատ այս ջերմ ընդունելության համար։ Այս իշխանությունների վարած տնտեսական քաղաքականությունը ամենալավը երևում է Գյումրիի օրինակով։ Գալիս ես քաղաքի կենտրոն, սիրուն, սարքած, պոլիշարած, փոշիները վերցրած, մաքուր, ծառերը կանաչ ներկած, հələ մի հատ գնա հասի 58 կամ մուշ,
Ես վերջերս պետքա գնայի Սիս դեպի Ամասիա, այն հատվածը, որ իմ ամեն օրվա տան ճանապարհն էր, պետքա որ ընկնես մեջը, երկրի հակառակ կողմը կերևա։ Այդ ոնց որ սմերջով այդտեղ խփած լինեն։ Որտեւ իրանք բերում են, ասում են, այ տեսեք, ինչ սիրունա մենք ենք սարքել, ձեռի հետ էլ տանում են Ռուստավելի փողոցը, մտածում են, թե մարդ չկա էլի քաղաքից, պիտի ասեն, հա, այն վարչապետի փողոց որ ասում են, այդ Նիկոլ Փաշինյանն է, բայց դե էդ էլ մյուսն է, դրա համար եմ ասում, այ Գյումրիի օրինակով ամեն ինչ շատ լավ երևում է։ Տնտեսական քաղաքականության մասին խոսելու փոխարեն ուղղակի մինչև 2-3 թիվ ասեմ, հələ մատ ամեն մեկը թող մտքով գնա իր տան խոհանոց ու իր սառնանի դուռը բացի։ Ու մի հատ հաշվի ասք, այնտեղ կաթը, ենթադրենք 5 տարի առաջ ինչ արժեր մի լիտր կաթը, այսօր ինչ արժի մի լիտր կաթը, հա, մի լիտր չի կստաց, 950 գրամ է, լավ, էդ էլ հաշվի առեք, լավ, մի տարի առաջ մի կիլո միսը ինչ արժեր, այսօր ինչ արժի, ու մի հատ հիշեք, 5 տարի առաջ աշխատավարձն ինչքան էր, հիմա ինչ արժի, այսքան այսօր ասում է, հեսա գալիս սա քարտով, վճարում ես 10%, 5% հետ է ստանում, 10,000-ն է տամ ինչ ես անել, ամարտ այնքան փող կա, որ չես իմանում, որ ջեբդ ես դրա կարող է էլի կորցնես։ Էդ է իրանց վարած տնտեսական քաղաքականություն։ Ինչ էլ որ տեսնում եք, այդ սա պարտքով առած է։ Պարտքով, այսինքն պատկերացա կանգնում ես առավոտյան հրաշվելուց, հայելու առաջ ասում ես, այս պիջակս պարտքով առած, այս բադալասկես պարտքով առած, 1000 ներողություն սրատակի մայքեն պարտքով առած, ասում ենք այդքան պարտքով վերցրել ես, ինչ ես արել, կամ առանց պարտքի, ես ինչ կունենայի, ու սկսում է հեքիաթները, Գյուլնաստատը ինչ պատմել է, 2 անգամ ավելի շատ այդ հեքիաթները սկսում են պատմել, թեպա զենք են կառը, այդքան զենք որ առած լինեիր, հիմա մենք Ստեփանակերտում կլինեին, ոչ թե Ստեփանակերտցիք ստեղ կլինեին տնից տեղից զրկված, այդ պարտքը ասում են մեր ապագա, մեր երեխեքն են վճարելու, մեր թոռներն են վճարելու, չէ ժողովուրդ, տենց չի, այդ պարտքը այսօր մենք ենք վճարում, պետական բյուջեի եկամուտները 3 տրիլիոնից մի այսքան ավել են, ամեն տարի պարտքը, որը մեր պետությունը վճարում է, մի տրիլիոն է, այսքան պատկերացեք տուն ընտանիք, որ աշխատած ամեն 3 դրամից մեկը պարտք ես տալի, պատկերացա տուն ընտանիք, որ 100,000 դրամ փող է աշխատում, 33,000 դրամը փողը չմտած տանում պարտքի տիրոջն է տալի, Հատես ոնց կլինի, լավ, պատկերացնում եք այդ բան, մյուսը, ասում են, միջին աշխատավարձը 300,000 դրամ արժի, չամաչեի կասեի մի հատ հələ ձեռթող բարձրացնի նրանք, ովքեր 300,000 դրամ փող են ստանում այս դահլիճում, ձեր մեջ բայց մի հատ մտածեք, լավ 300,000 դրամ, դե միջինա, չէ մի մասը ավել է ստանում, կեսն է պիտի քիչ ստանա, հələ մի հատ ձեր մեջից մտածեք, ասեք 330,000 դրամով է ստանում միջին աշխատավարձ, կամ պարտքի մասին ենք խոսում, Հայաստանի Հանրապետությունը 330,000 անհուսալի սպառողական վարկ կա, 300,000 մարդուց ավել անհուսալի սպառողական վարկ ունեն, համարյա 150,000 մարդ սպառողական վարկի մայր գումարը 250,000 դրամ է, պարտքերով, տոկոսով, տուժով, տուգանքով կարող է կես միլիոնը անցնի, 300,000 մարդ, եթե նայենք դրան գումարած անհուսալի գյուղատնտեսական վարկ, անհուսալի բիզնես վարկ, հետո այդ բաժանենք Հայաստանում փաստացի ապրող չափած բնակչությունը այդ վարկառունների, անհուսալի վարկառունների վրա կստացվի 6-7 հոգուց մեկը
Անհուսալի պարտքի տակ է։ Մնացածներն է հուսալի վարկի տակ են դեռ։ Այսինքն պարտքով ապրող պետություն, պարտքերի մեջ թաթախած բնակչություն։ Բայց ասում են, տեսեք ինչքան լավ է։ Հայաստանը այսօր եկուց այն բանը որ թռնում է, այն Սպուտնիկը որ թռնում է, վաղը ավտոբուս էլ կթռնի, կհասնենք Մարս, արձակուրդը Մարսում կարծկացնենք, հետ կգանք ստեղ։ Էս է իրականությունը։ Էս է խնդիրը։ Այսինքն մի պետություն ասում ես, լավ, ինչ ես արտադրում։ Ասում են շոկոլադ ենք, շոկոլադի գործարան ենք բացելու։ Հեսա բացելու ենք։ Լավ, նախորդ նախարարը 3 տարի առաջ էր ասում շոկոլադի գործարանը բացում ենք։ Ինչ եղավ այդ շոկոլադը։ Քերին ուրա որ երեխեն շոկոլադ ուտի։ Իրանք շվեյցարական շոկոլադ են ուտում, բայց այդ ստերը վերջ պիտրվի, չէ՞ ինչ որ մի բան։ Մի բան էլ ասեմ, տնտեսությունից հեռանանք, նաև որտեվ осмամարտ մենակ ստամոքսով չի մտածում, չնայած եթե ստամոքսը դատարկա ոչի բանի մասին չկարա մտածի հիմնականում։ Գրիշխանն ասեց, լավ, ինչ կարող է լինի մեր հետ։ Ես փորձեմ այդ Շիրակի մարզի վրա բերեմ։ Լավ, Գյումրի Թուրքի մայլա, յա ուրեմն ստե ժամանակին թուրքեր են ապրե, հիմա մեր մեջ սեր ու հավանա, սեր եւ համերաշխությունա, ինչի՞ չէ որ գնացել են, կանչենք բերենք։ Ու հարց չկա թե երբ են գնացել, բայց այսօր։ Կամ կարող է ոնց եղավ, չէ՞ պասպորտների այդ շտամպի վրայից արած սարը հանեցին։ Չէ, ինչ են ասում են թուրքերի պահանջը, ասում է չէ, այնտեղ մեկը sense խելոք մտածում էր, ասեց ինչ մի լավ բան անեմ, արի շտամպը հանեմ, խանգարում ամես դեպի երջանիկ ապագան։ Վաղ գանք ասեն, անի խոշորացված համայնք, չէ, անին իրական Հայաստանի հետ ինչ կապ ունի, անին Թուրքիա է։ Թուրքերն է կարող են եղանան։ Կարող է մոլլա գյոքչա։ Կար մարալիքցի կա ստեղ։ Կարող է մոլլա գյոքչա հանկարծ տենց մի բան։ Էդ ենք ուզում մենք։ Հա, Ամասիայի ռայկոմի քարտուղար ադրբեջանցի ենք ուզում։ ԿՊ-ի իրանց շրջանային կազմակերպության ղեկավար։ Եթե այդ ենք ուզում, ուրեմն այդ ենք ուզում, բայց վստահ եմ, որ այդ չենք ուզում։ Որտեվ հաջորդ քայլը այդ է լինելու։ Ասում են ժողովուրդը մեզ քվեարկել է, ինչ ուզում ենք անում ենք։ Վաղն էլ նույնն են ասելու, ասել են քվեարկելու է, քվեարկել են ինչ ուզում ենք թող անենք։ Ու եթե չենք ուզում, որ ամեն 3 դրամից փոխարեն վաղը չեմ սոր ամեն 2 դրամից մեկը տանք։ Եթե չենք ուզում 58-ում արդեն շենքերն է սկսեն փլվել, որտեվ այդ շենքը ինչքան է կառուցում ես, պի ռեմոնտ անես, չէ՞, պի պայես, որ չասեն ձեզ տունն է, պետությունը ինչ կապ ունի, ոնց էր ասում, չէ՞, ասում էր աղքատեք վազնանցեք մեզնից, մենք հազարյան պարտք չենք։ Եթե չեք ուզում, որ հյուսիս հարավը դառնա Երևանի փողոցները, որտեվ էդ է պետք է խնայես։ Այդ օրը գնացեք ու արեք այն ընտրությունը, որը ձեր խիղճը ու միտքը ձեզ թելադրում է։ Շնորհակալություն։ Ակնհայտ է, որ բավականին լուրջ եւ բարդ ռազմաքաղաքական իրավիճակ է ստեղծված եւ այդ իրավիճակի պատասխանատուն այսօրվա իշխանություններն են եւ ակնհայտ է, որ նրանց ղեկավարության օրոք 7 տարիների ընթացքում ամեն տարի ունեցել ենք ձախողումներ, անհաջողություններ, ոչ ադեկվատ պահվածքի արդյունքում պատերազմ, պատերազմում պարտություն, զիջումներ, մեր շահերից չբխող սահմանազատում եւ սահմանագծում եւ այս ամենը նրա պատճառով է, որ նրանք գտնվում են պարտադրանքի եւ ճնշումների ներքո։ Եվ ակնհայտ է, որ սիրելի հայրենակիցներ, այսօր մենք շատ պատասխանատու փուլ ենք մտնում եւ այդ պատասխանատվությունը մենք միասնաբար պետք է կրենք եւ մենք այսօր այստեղ ենք, որպեսզի նաեւ գյումրեցիների հետ համատեղ փոխադարձ վստահության, փոխադարձ հարգանքի, մեկը մյուսին լրացնելու հարցերի, առաջարկությունների միջոցով լրացնենք այն ծրագիրը, այն բոլոր քայլերը, որ մենք պետք է իրականացնենք։ Այն քայլերը, որոնք որ
առաջին հերթին պետք է արժանապատվությունը հայ ժողովրդի վերականգնեն։ Եվ այդ արժանապատվության վերականգնման ճանապարհին պետք է ցույց չտանք, որ այսօրվա իշխանությունները վերարտադրվեն։